Ընկերներ ողջույն, սահմանը անցնում ենք ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանի հետ։ Ողջույն Թագուհի, շնորհակալություն միանալու համար։ Ողջույն Ժիրայր։ Թագուհի, կա ինչ-որ կարմիր գիծ, որից այն կողմ իշխանությունը պատրաստ է, օրինակ համագործակցել Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանի կամ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Շատ տարօրինակ հարցով սկսեցիք Ժիրայր միջանշանակում համագործակցել այդ առումով Հայաստանի բոլոր քաղաքացիների հետ էլ պատրաստ ենք համագործակցել, նույնիսկ եթե նրանք երկքաղաքացի են, առավել ևս իշխանություն բառի ներքո, իսկ քաղաքական աշխատանք, այո, իհարկե, իրանցից ոմանք մեր ընդդիմադիր գործընկերներն են լինելու, ոնց չհամագործակցենք հիմա Հայաստան դաշինքի հետ չենք համագործակցել, չեք տեսա մոտավորապես 150 օրենք ես այն օրն էի հաշվել, որովհետև նման մեղադրանք հնչեց, որ իբրև թե չենք համագործակցում, այս գումարման ընթացքում մոտավորապես 150 օրենք միասնական ենք քվեարկել, այսինքն համագործակցել ենք իրար հետ եւ ես կարծում եմ, որ այդ հարցը լավը չի, պետքա բոլոր քաղաքական ուժերը իրար հետ համագործակցեն։ Նույնիսկ եթե արտախորհրդարանական լինեն, ես վստահ եմ, որ վարչապետը այդ արտախորհրդարանական ուժերի ֆորմատը կվերագործարկի հետ ընտրական շրջանում, որ նրանք ովքեր հայտ են ներկայացրել, բայց խորհրդարանում չեն հայտնվել, էլի համագործակցության ինչ-որ հարթակներ ունենան, այնպես որ այդպես կատեգորիկ չենք մենք։ Ես ընտրությունների տրամաբանության մեջ էի հարցնում, որովհետև որևէ մեկը ձեզ հետ համագործակցությունը հնարավոր համագործակցությունը բացառում է եւ այս կամ այն ընդդիմադիր ուժի միմյանց հետ գործակցությունը նաեւ պայմանավորում են, որ เป զի մյուս կողմը հստակ ասի, որ իշխող ուժի հետ որևէ համագործակցություն բացառված է։ Այո, ես գիտեմ, որ մեզ այդ ուժերը եւ մնացած ընդդիմադիրների մեծ մասն էլ բացառում են հետընտրական համագործակցությունը իշխանություն կիսելու հարցում, եւ դա լավ է, որովհետեւ մենք նույնպես այդ տրամաբանությամբ չենք առաջնորդվում նախընտրական շրջանում։ Մենք գիտենք, որ այս պահին քաղաքացիական պայմանագիրը առաջատարն է եւ ամենայն հավանականությամբ այս պահին նաեւ ունի հարաբերական մեծամասնություն։ Մեր նպատակն է հասնել մինչև ընտրությունների օրը նվաճել քաղաքացիների սրտերն այնպես, որ ունենանք սահմանադրական մեծամասնություն եւ բնականաբար այդ թեման փակ կլինի եւ ոչ ոք ոչ մի անհարմար դրության մեջ չի հայտնվի, ոչ մեր ապագա ընդդիմադիրներ, ոչ ներկա ընդդիմադիրները, այսինքն այդպես կարիք չի առաջանա, էլի նույնիսկ ամենա բարդ որոշումների դեպքում, եթե մենք սահմանադրական մեծամասնություն ունենանք։ Հիմա նաև հաճախ խոսում են, ասում են, որ կան կոնկրետ ընդդիմադիր ուժեր, որոնք նպատակ ունեն նաև, այսպես ասենք, ընտրությունների հնարավոր արդյունքները կամ ընտրական գործընթացը ապա լեգիտիմացնեն, կասկածի տակ դնեն, եւ հնարավոր այդպիսի զարգացման դեպքում ու երկրում քաղաքական, սոցիալական լարվածության դրան աճի դեպքում արդյոք պատրաստ եք քաղաքական փոխզիջումների։ Ինչ լարվածություն պետքա լինի, եթե ընտրություններ չկեղծվեն, նույնիսկ եթե այսպես կասկած հարուցող պատումներ տարածվեն մամուլում, սոցիալական ցանցերում, մարդիկ ապրում են այս երկրում։ Այդ հիբրիդային վտանգները, որոնք իսկապես մարդկանց հոգեկան առողջության վրա ընդհանուր կարող են ազդել, հա, շատ այդ լարվածություն առաջացնել, նրանք կարող են գործունակ լինել երբ որ մի քիչ ուրիշ տիպի եւ մի քիչ կարճաժամկետ դեպքերում։ Ես հիմա այդ հետընտրական շրջանում, երբ որ բոլոր մարդկանց գնաս ասես կեղծել են, այն մարդիկ կասեն, բայց ո՞նց են կեղծել, եթե ես եմ այդ ընտրությունը կատարել։ Հետո Հայաստանը այնքան փոքր երկիր է, այստեղ ամեն օր Հայաստանից ինչ որ բան հանձնել, ինչ որ բան վերել, այդ լուրերը որ հնչում են, մարդիկ իրար զանգում հարցում են, ասում լսի դες հանձնել են, ասում են չէ, մեզ չեն հանձնել, ասում են, ուրեմն սուտ է, այսինքն այդ բան մոտիկությունը միմյանց հետ փոխկապակցվածությունը, արագությունը, իրար հետ ճշտելը, տեղեկությունը, միակ բանը, որ հիմա ունենք արդյունքում այնա, որ Հայաստան տոտալ անվստահություն կա մեդիաների եւ նաև քաղաքական դերակատարների նկատմամբ մեծ մասի առնվազն այդ մեդիաների նկատմամբ մեծ ապատիա կամ արդիկ չեն հետևում բառապես լրահոսին որևէ ֆորմատով
ու դա իհարկե բացասական է, բայց ոնց որ մարդիկ սկսել են վստահել իրենց առաջի ձեռքի աղբյուրին, հա, իրենց ընկերներին, բարեկամներին, ծանոթներին, իրենք իրենց տեսածին, եւ ես նման կանխատեսում, սոցիալական լարում, ցնցում չեմ պատկերացնում, առավել եւս այն տրամաբանությամբ, որով մենք շարժվում ենք, մենք ընտրություններ չենք պատրաստվում կեղծել, եթե օրինակ մենք քվեների քանակով ավելի քիչ ձայն կունենանք, քան ընդդիմադիրները, որը ես հիմա այս պահին զուտ քաղաքական դիտանկյունից բացառում եմ, բայց որպես պատասխանատու հայ այդ process-ի կազմակերպման եւ մենք ոնց որ դրա հետ էլի պետք է աշխատենք, դրա հետ էլ պետք է առերեսվենք։ Ոչ ոք Հայաստանում չի պատրաստվում ընտրություն կեղծել, քաղաքացիներն էլ այդ մասին գիտեն, մանավանդ քաղաքացիները այդ կեղծված ընտրությունները տեսել են եւ գիտեն ինչա նշանակում։ Անհնար է մանիպուլացնել ասել, որ գիտեք, բանը այդ փոքրիկ վարչական խախտում պլակատը սխալ տեղ ա խփել, ուրեմն ընտրությունը կեղծվեց։ Դա անհնար է լինելու մանիպուլացնել, որովհետեւ քաղաքացիները գիտեն ոնց են քվեա տուփը ամբողջությամբ փոխում կամ ամբողջությամբ դատարկում ուրիշ քվեա թերթիկներ լցնում եւ այդ տեսարանները, այդ պատկերները իրանք գիտեն եւ նաեւ այդ կոնտեքստում ջրեր ես կուզեի նաեւ ընտրակեղծարարության այսպես ասած էֆեկտի մասին ասել Հայաստանի քաղաքացիները 90 եւ ավելի տոկոսով մասնակցելով հեղափոխությանը մերժել են այդ ընտրակեղծարարության բարքերը եւ քանի որ հիմա շատ ինտենսիվ հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտում է այս դեպքերը ես գրեթե համոզված եմ որ այն մարդիկ որոնց փորձում են ներքաշել այդ պատմության մեջ կամ որոնք ներքաշվում են այդ պատմության մեջ հենց իրենք էլ հայտնում են իրավապահ մարմիններին որովհետեւ շատ փոքր եւ մարգինալ շերտն է Հայաստանի մարդկանց, ովքեր այդ ցավիկը տանելու տրամաբանության մեջ, շալվար ու քյաբաբ բաժանելու տրամաբանության մեջ իրանք միմյանց հետ ոնց որ շունուշանգյալ բոշա վերաբերմունքի տրամաբանության մեջ են աշխատում, այն մնացած մարդիկ պարզապես զզվում են այդ բարքերից, մերժել են այդ բարքերը եւ հիմա երբ որ իրանք փորձում են ներքաշել դրա մեջ, ես վստահ եմ որ սա Ուժեղ Հայաստան կուսակցության անունը մոռացել է։ Ուժեղ Հայաստան կուսակցությունը ամեն օր ավելի ու ավելի շատ պարկեշտ, աջակիցներ է կորցնում, որոնց մի մասի ես վստահ եմ նախորդ ամիսներին եղել են պարկեշտ մարդիկ, բայց իրանք վստահաբար այլևս չեն աջակցի այդ քաղաքական ուժին, շատ տխուր է, որ իրանք այդ տրամաբանությամբ իրանք Նիժնի Տապրի գյուղապետի ընտրության տրամաբանությամբ եկել են Հայաստանում, ուզում են Հայաստանի մարդկանց չեն ճանաչում եւ Հայաստանի մարդիկ նրանց կարձագանք են սոցիալական լարում կարող sense որ գնամ մի քիչ էլ որ sense շարունակվի սոցիալական լարում առաջանա տաշիր գրուպի նկատմամբ ոչ թե ասենք քաղաքական կոնտեքստում Սամվել Կարապետյանը օրերս խոսեց, դուք անընդհատ նրան կոչում եք անում, խոսեց նա խոսեց։ Շնորհավորում եմ ամիսա թիվորացիցի մեջ պետք է նշել Եվ դե հիմա չեմ ուզում տենց էլի մանրամասն անդրադառնամ ինչեր էր ասում արդյոք նաև այսպես ասենք կապակցված էր նրա խոսքը կար տրամաբանություն կար օրինակ հարց էին տալիս ասում էին Վլադիմիր Պուտինի Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ խոսքը ձեզ էր վերաբերում նա խոսում է որ դուք պատրաստվում եք 300 ադրբեջանցի բերել Հայաստան օրինակ 300,000 այ հիմա այս թեման են լավ եփում այսպես ասենք հա Եվ շատ հաճախ մարդիկ ասում են, դե չգիտեմ, առանց կրակ ծուխ չի լինում կամ ինչ-որ նման բան։ Սա Իհարկե առանց կրակ ծուխ չի լինում եւ այդ կրակը այն վայրերում է հիմա վառվում, որտեղից ուզում են թեժացնել Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը։ Այդ վայրերից առավոտը սրտացավորեն հեկեկա խառն արցախցիների վերադարձի մասին սրտաճմլիկ տեքստեր են հնչում, երեկոյան ադրբեջանցիների Հայաստան գալու մասին ահասարսուր տեքստեր են հնչում, բայց իրականում այդ մարդիկ ոչ սրտացավ են այն առավոտվա պատումի նկատմամբ, ոչ ահաբեկված են երեկոյան պատումի նկատմամբ, պարզապես կոնֆլիկտը շարունակելու ամենակենսունակ միջոցը դեմոգրաֆիկ տեղաշարժերն են, եւ այն մարդիկ, ովքեր այս օրակարգերը բերում են այսօր Հայաստան-Ադրբեջան կոնտեքստի մեջ, իրանք պարզապես սնվում են այն աղբյուրներից, որոնց համար հարավային Կովկասը
կենսական հարավային Կովկասում կոնֆլիկտ ունենալը կենսական նշանակություն ունի ու ասում են դե գնացեք կամ բանի թեման բզբզացեք Ղարաբաղցիների վերադարձի, Ղարաբաղի վերադարձի նայածով ոնց է ձևակերպում կամ ադրբեջանցիների դեմոգրաֆիկ շարժերի թեման մի քիչ բզբզացեք, որ հանկարծ այնտեղ կոնֆլիկտը չբան չլինի, չվերջանա եւ խաղաղություն չլինի, որովհետեւ այո, ճիշտ են մեր այն գործընկերները, ովքեր ասում են, որ եթե իրենք լինեն իշխանության, իրենք անպայման կգտնեն մարդկանց գործընկերներ, միջազգային գործընկերներ, ովքեր իրենց կօգնեն շարունակել կոնֆլիկտը Ադրբեջանի հետ, եւ կան այդպիսի դերակատարներ, խնդիրն այն չի, որ մենք չգիտենք, չենք կարող գտնել խնդիրն այն է, որ մենք չենք ուզում գտնել, մենք գտնում ենք գործընկերների, եթե երրորդ կողմերի էլ որևէ կերպ ներգրավում ենք, որոնց խնդրում ենք օգնել մեզ հաշտվել մեր հարևանների հետ։ Իսկ եթե ուզենանք խնդրել, որ օգնեն մեզ կռվենք մեր հարևանների հետ, նման դերակատարներ նույնպես կգտնվեն։ Հիմա հարցը այն չի, որ չկան այդպիսի դերակատարներ, հարցը նա որ մենք դա չենք ուզում Հայաստանի համար, իսկ իրենք որ ասում են հեսա կգնանք կգտնենք մի այնպիսի երաշխավոր, որ մեզ կպաշտպանի Ադրբեջանից, եւ Ադրբեջանին կճնշի, որ նա չգիտեմ ինչ անի, կոնֆլիկտը շարունակել տրամաբանության մեջ իհարկե կգտնեք, ճիշտ է, կարող է չճնշի, կարող է չճնշվի, կարող է մեր հաշվին միմյանց փոխզիջումներ անեն եւ պայմանավորվեն, բայց հաստատ կգտնվեն դերակատարներ եւ կան դերակատարներ, ովքեր ուզում են որ կոնֆլիկտը շարունակվի եւ այդ բոլոր խոսույթները այդ տրամաբանության մեջ են։ Այդ ոնց որ այդտեղ ոչ բանը կա, ոչ սրտացավություն կա այն մարդկանց նկատմամբ, ովքեր տուն են կորցրել, կենսագրություն, կյանք, անցյալ ամեն ինչ թողել են ու եկել են այստեղ ու իրենց այդ տագնապի մեջ են պահում առանց այդ էլ տրավմա տարած մարդկանց, որ այդ բան էլի ամենօրյա տագնապի ահազանգի ներքո են պահում, բարձր չէ սրտացավ մարդը այդպես չէր վերաբերվի նրանց, չէր ուզենա օգտագործել քաղաքական շահերի համար եւ ոչ էլ իրական վախ կա կամ բան կա, մտավախություն նույնիսկ կա կամ նույնիսկ մտահոգություն կա այն մյուս դիտանկյունից, դրանք պարզապես այդ կոնֆլիկտի տրամաբանության մեջ ձևավորված խոսույթներ են, վստահել չեմ, թե դրանք ձևավորվել են այստեղ այս տարածաշրջանում եւ ըստ պատեհության այս կամ այն երկրում շրջանառվում են, որոնք ոչ մի ոնց որ ոչ մի դրական արդյունքի չեն կարող բերել եւ ես վստահ եմ էլի որ մարդիկ չեն բանանում էլ մեծավ մասամբ չեն տրվում այդ մանիպուլյացիային, բայց այսպեսի հարթակները նաեւ օգտակար են բացատրելու համար մարդկանց թե ինչի է դա տեղի ունենում, որովհետեւ այն դեմքի արտահայտությամբ, որով իրենք ահաբեկում են Հայաստանի քաղաքացիներին չեղած բաներով, կարելի է մի քիչ նույնիսկ մեկ-մեկ վախենալ էլի նայելուց, չգիտեմ դեմքի արտահայտությունից թե կոնտեքստից կամ տեքստից, բայց այդ խոսակցություն մենք պետք է ունենանք քաղաքացիների հետ։ Մեր ամենակարևոր բանը, որ ես ուզում եմ այս դեպքում ընդգծել, այն է, որ մենք մեր խոսակցություններում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կոնտեքստում, խաղաղության հռչակագրի կոնտեքստում, բոլոր հարթություններում, թե ամենաբարձր մակարդակից մինչև քաղաքասարակություն, հա, եթե այդ բոլոր օղակներով բանանենք, պատկերացնենք երբևէ որևէ անգամ չենք ունեցել խոսակցություն դեմոգրաֆիկ շարժերի վերաբերյալ ոչ Ղարաբաղցիների վերադարձի ոչ հնարավոր, այսինքն չի բացվել այդ խոսակցությունը, ոչ թե խոսացել ենք չենք համաձայնել, խոսել ենք մինչև բանը, մինչև 23 թվականի դեպքերը եւ դրա համար խաղաղության պայմանագրի տեքստը առաջ չէր գնում, որովհետեւ համաձայնության չէին գալիս, որ որևէ խոսակցություն, որ նույնիսկ այդ սևագիր տարբերակներում բանի խաղաղության պայմանագրի տեքստի չի եղել, չնայած Ղարաբաղի թեման նույնպես չի եղել ու մենք ասում ենք որ չկան հիշում եք կհիշեք այդ խաղաղության պայմանագրի բանը հրապարակելուց առաջ մենք ասում ենք որ վերադարձի թեմա երկու ստեկ չկա բաները մեր տեքստը կարդացած ընդդիմադիր գործընկերները հուզված դեմքով ասում էին բանի այս տեքստը բանի խաղաղության պայմանագրի մեջ գրած է որ 300,000 ադրբեջանցի վերադառնում են Հայաստան գալիս են ժողովուրդ ջան բռնվեք բան ու հետո տեքստը հրապարակվեց, մոռացան, հիմա նախընտրական շրջանում էլի փորձում են թեժացնել, բայց ես նաև
համոզմունք ունեմ, որ մարդկանց հիշողություն կարճ չէ, իրանք հիշում են, որ ասում են, հեսա կհրապարակ, չէ, թող հրապարակեն, դուք էլ տեսեք, բայց իրանք կարծում են, որ մենք չենք հրապարակի, բան էին անում, էլի սպառնում էին, որ եթե հեսա հրապարակենք Հայաստանում բան կլինի, ինչ որ հեղափոխություն կլինի, խաղաղության պայմանագրի 17 կետանոց տեքստը կարդան, հրապարակվել է մի հատ նոր մի հատիկ մեկնաբանություն, այդ փաստաթղթի վերաբերյալ չկա, այդ փաստաթղթը որ չէր հրապարակվել, բոլորը առավոտից երեկոն նստած այդ փաստաթղթն էին մեկնաբանում, էլի իրանց բանի իրանց պատումի մեջ, իրանց հորինած այդ փաստաթուղթն էին մեկնաբանում։ Հիմա ուր են, կանչեք հարցրեք, ասեք, ինչ կասեք, վերադարձան, հա, այդ փաստաթղթի հրապարակումից հետո։ Սամվել Կարապետյանի հաշվարկներով 300,000 ադրբեջանցի գալու է, որից 10,000-ը ծառայելու է Հայաստանի զինված ուժերում, հետո հիշեցնում են մեզ Սաֆարովի վարքը։ Ես ընդհանրապես կհորդորեի ողջամիտ մարդկանց իրանց ժամանակը չծախսելից ապուշությունների քննարկման վրա։ Ես ուղղակի չգիտեմ էլի դրան ինչ ռեակցիա տամ։ Սամվել Կարապետյանի աշխարհը այդպիսին է երևի թե այդ մարդուն երևի չգիտեմ, այդ վատ արհեստական բանականություններից է օգնում նորմալ AI-ները այդպիսի արձագանքներ չէին տալի կամ էլ չգիտեմ, վատ ալգորիթմը աշխատել։ Ես իսկապես ափսոսում եմ բան, էլի եւ ձեր եթերաժամանակը, ինչպես նաեւ մեզ լսողների եթերաժամանակը, հիմա նստենք, ասենք բոլոր տափակությունները հերթով քննարկենք, եթե քաղաքական տեքստ ասելա, հույս ունեմ ինչ որ բան քաղաքականի նմանվող բան կա դուրս բերել իր ասած մեջ, եկեք խոսենք այդ մասին, ասենք եթե ինչ ասեմ, եթե այդ մարդու երևակայության մեջ ադրբեջանցիները առավոտ արթնանում քնում երազում են Հայաստան քաղաքացի դառնալ հայկական բանակում, այդքան հեշտ է։ Դե հիմա այդ մարդն է ձեր համար մեկ քաղաքական օպոնենտը կարծես թե ես ինչ ասեմ։ Հա, վերջին հարցումները այդ են ցույց տալիս, բայց ինձ թվում է հաջորդ հարցումների ժամանակ այլևս այդպես չի լինելու, որովհետև մի քիչ է որ Քարոզ Արշավանի հնարավոր է ընտրական շեմը չհաղթահարի Սամվել Կարապետյանը, այն առանց Քարոզ Արշավ գոնե ինչ որ ստաբիլ բան ուներ, համակրանք ուներ։ Կոնֆլիկտի տրամաբանության բացառում եւ այլն։ Վստահաբար ամեն ինչ այդքան հեշտ չի, ինչքան մենք կարող ենք ասել, հա, երկու բառով, բայց օրինակ իշխող ուժի իր համար, այսպես ասեմ, վերլուծել, հասկացել, ընկալել, մարսել է, թե ինչու ենք մենք այս շատ ավելի նաև մեծ ժամանակային միջոցի մեջ, թեկուզ անկախության ավելի փոքր ժամանակային միջոցի մեջ միշտ կորցրել։ Այսինքն դա զուտ պայմանավորված եղել կոնֆլիկտի առկայությամբ տրամաբանությամբ, որովհետև ժամանակներ եղել են, որ մենք կորցրել ենք առանց կոնֆլիկտային գործոնի, հա։ Դա բան երաշխավորների ժամանակներն են եղել։ Նայեք, չկա երաշխավոր բանեսան, կռվում ես կամ կորցնում ես կամ շահում ես, կա երաշխավոր, իրանք քո տեղը կորոշեն, կորցնում ես թե շահում ես։ Այդ քո ձեր ասած է այդ բաները, ասենք օրինակ Նախիջևանի պատմությունը, դա բան է, երաշխավորի ժամանակներն են եղել, էլի եկել է երաշխավորը, ասել է ես հիմա երաշխավորում եմ, որ դուք չեք ունենալու Նախիջևան, օրինակ։ Ու երաշխավորել է, կարծի մարզն է երաշխավորել, բանա մեր սիրելի վերջին քաղաքական բանավեճերի թեմա Արարատ Լեռնա երաշխավորել, շատ լավ մեր երաշխավորը, Սուրմալուի գավառնա երաշխավորել։ Ղարաբաղն էլ է տենց երաշխավորվել, էլի որ այդ պատմությունը տենց երաշխավորների դարաշրջանի մասին է։ Իսկ օրինակ Սարդարապատը չեն երաշխավորել։ Մնացել ենք մենակ մենք մերոնցով։ Երաշխավոր չկար Սարդարապատում, կարծում կար երաշխավոր։ Ընդ որում ժամանակային գրեթե նույն բանն է, էլի նույն օրերն են, նույն ամիսներն են։ Կարծում երաշխավոր կար, նստած սպասում ենք երաշխավորը գա։ Սարդարապատում գիտեինք, որ ոչ ոք չկա, ոչ մի երաշխավոր եւ ոչ մի հույս չկա եւ արդյունքում տեսել ենք ինչ ունենք։ Սա լավագույն օրինակներից մեկն է, էլի մեր երաշխավորների աջակցության ու նաեւ այդ բանը պատումը կա, չէ՞, բանի ոնց որ ռուսացման եւ թրքացման կամ պետքա կամ բանան էս ռուսանալ գուբերնիա դառնալ կամ վիլայետ ես ուզում եմ նաեւ այս առիթից օգտվել երբ որ ասում եք վերլուծել եք թե չէ եւ ասել որ դրանք փող բացառող երևույթներ չեն այլ փող լրացնող երևույթներ են եւ այն բերած օրինակները օրինակ Նախիջևանը ինքը ոնց որ ռուսացած ժամանակ թրքացավ
այսինքն ռուսական տիրապետության օրոք դատարկվեց հայերից եւ բնակեցվեց ադրբեջանցիներով։ Ղարաբաղը ինքը տենց բան ռուսացման ընթացքում թերքացած տարածքի պատմություն, այն մնացած վերածս օրինակները նույնպես էլի, այսինքն տենց այդ ընդհանրապես մեկ մյուսի ոչ փոխբացառում է, ոչ երաշխավորում է մեկի լինելը մյուսի չլինելը, հետեւաբար ավելի լավ է այդ հիմար պատումներից երկուսն է հիմար պատում է, էլի երկու բառն էլ հիմարություն է իմ կարծիքով, որ իրար հետ կրվում են, որ չգիտես ինչ անես, էլի ասենք պարզ չի, որ ոնց որ մեր փորձառություն ցույց է տալիս, որ ռսանալու առաջի վերջն արդյունքը թերքանալն է, ասենք կլինի ոչ ռսանալ, ոչ թերքանալ։ Եվ այդ երկու հիմարությունից զերծ մնալով փորձել կառուցել հարաբերություններ տարածաշրջան մեր հարևանների հետ, այդ թվում հարևանները ասելով նկատի ունեմ ոչ միայն անմիջական հարևանների, այլև հենց ռուսների, Ռուսաստանի հետ եւ մեր տարածաշրջանի մյուս երկրների հետ այնքան որքան կստացվի առանց ինչ որ բանանալու, հա, ինչ որ մեկը դառնալու, ոնց որ սեփական պետության եւ ինքնության պահպանմամբ այդ խոսակցությունները ինչ ձեր հարցին վերադառնալու էլի իհարկե եղել են եւ շարունակում են լինել, բայց ես կարծում եմ դրանք ավելի շատ հասարակագիտական, գիտական, պատմագիտական ոլորտի խոսակցություններ են, միգուցե որը լավ կլիներ, որ լիներ հրապարակային, լավ կլիներ, որ լսարան ունենային, բայց Հայաստանում նաեւ այդ ոլորտն է էլի երկար ժամանակ ծառայեցվել բանի քարոզչակ, որպես քարոզչական գործիք ու վնասված է հասարակագիտական ոլորտը հիմա Հայաստանում մի կերպ է վերականգնվում դանդաղ, շատ դանդաղ տեմպերով, եթե համեմատենք օրինակ բնագիտական ոլորտի հետ, սա էլ որպես քաղաքական պատասխանատու ոլորտի ասեմ, որովհետև այն արագությունը եւ տեմպը, որ մենք վերցել ենք բնագիտական ոլորտում, ընդհանրապես համեմատելի չի այդ հասարակագիտական ոլորտի դեգրադացիան հաղթահարելու տեմպի հետ։ Հմ։ Տեսեք, երբ մենք զրուցում էինք, ես այսօր առավոտյան Instagram-ի story-ում Արարատ լեռն էի դրել, շատ վաղ էի արթնացել, լեռը գեղեցիկ երևում էր, նկարել դրել եմ, եւ հիմա ինչ որ մեկը ինձ էսպիսի հարց գրեց հենց նոր, գրել է փաստորեն դու Արարատը համարում ես մերը։ Գրել եք Արարատում նա հետը տեքստը գրել։ Չէ, ոչինչ չեմ գրել։ Բայց ինչ եմ ուզում ասել, ձեր այսպես ասած իրական Հայաստանի նաև ենթադրում եմ տվյալ անձը կիսում է այդ մոտեցումները, տեսեք, Մա հետում է դες։ բայց հակառակը, այսինքն ինչ, ձեր համակիրների շրջանում փաստորեն կան մարդիկ, ովքեր ասում են նկարել Արարատ լեռը դրել ես, փաստորեն համարում։ Գիտեմ համակիրը, հակակիրը, ով է չեմ ճանաչում այդ մարդուն եւ դες բանը դաժան անողոք ռեժիմի դեմ բանը արել, մենակ են թողել։ Ես ճիշտ խոսակցության բանի էսթետիկական, առօրյական մակարդակը բան եմ չեմ համարում պատշաճ էլի այս քաղաքական քննարկումների համար դեն մարդիկ ովքեր դա տեսնում են նկարում են հիմա տեսնում նկարում են Դե բայց խնդիրն է ազդեցություն ունենում է այդ ամեն ինչը եւ ոչ միանշանակ։ մեր խոսակցությունը այդ թեմայի հետ կապված տեղի ունեցավ, երբ որ հիշում եք սահմանային կնիքից, երբ որ Մարգարեի անցակետը սկսեց գործարկվել, հանվեց, ոնց խմբագրվեց եւ ի թիվս այլ փոփոխությունների նաեւ Արարատ լեռան պատկերը հայ առաջից մենակ այդ դրոշման մնաց եւ ես կարծում եմ մի քիչ այդտեղ բան կա էլի էթիկայի հարց էլ կա կներեք եթե դու օրինակ հիմա մենք գնանք Ադրբեջան սահմանները բացվեն գնանք Ադրբեջան բան անեն մեր անձնագրի մեջ կնիկ դնեն այդ բանի արևմտյան Ադրբեջանի այլընտրանքային պատկերով ասենք բան էլի քո տարածքները իրանց կնիքի վրա լինի ոնց որ դա ինչի նման է, էլի, դա անշնորհքություն ես կասեի։ Եվ դրա հակառակն էլ կա, էլի, պատկերացնում եք այդ սահմանային կնիքի վրա, որտեղ դու ակնկալում ես, որ ոնց որ թուրքերը տեղից գնալու են գան, մի քիչ էթիկայի հարց կա, երբ որ մենք սահմանները, մեր սահմանները փակ էին եւ այլն, այդ ժամանակ իրար հետ շփում չկար, իրար կնիքների կարիք չկար եւ կաղա դա ոնց ես նույնիսկ ես վստահ եմ էլի որ թուրքերը բան չեն անում առանձնապես չեն անհանգստանում այդ կապակցությամբ որ հեսա հայ ժողովուրդը գնալու է բան Արարատը հետ բերի բայց նաեւ այդ հարևանների հետ հարաբերություններ կարգավորելու պաշտոնական այդ բաների վրա էլի հասկանում եք այդ կնիք թուրքերի անձնագրերի մեջ դրվելու համար է ստեղծվել Եվ այդ պաշտոնական մակարդակում, պետական ատրիբուտիկայի մակարդակում
ընդհանրապես չարժի ֆիքսվել տենց բաների վրա, այսինքն ոնց որ չարժի տենց անիմաստ բաներ անել, հա, չգիտեմ, երբեմն տենց բաներ ոչ միայն այդ դեպքում էր տենց լինում, էլի տենց բաներ կան, էլի, ասենք, ծովից ծով մեծ հայքի քարտեզ է, եկեք բան անենք, մեր սահմանային կնիքի վրա դնենք, թե բոլոր հարևանները մի քիչ լարվեն դրանից, դա բան է, էլի, ոնց էր չգիտեմ, իսկ ինչ վերաբերում է առանձին գեղագիտական ընկալումներին, տեսարանին, վյուին, այսպես ասած, բնականաբար այդ քաղաքական հարթության քննարկում չի էլի ընդհանրապես չեմ հասկանում ինչ պետք է քաղաքական քննարկման նյութ դառնա հիմա։ Լավ, ես մի բան ասեմ, մեր թեմայից շեղվեցինք, այդ թրքացում, ռուսացում, Հա, չգիտեմ, գուբերնիա, վիլայետ։ Ես օրինակ չեմ հասկանում, եթե ոչ Հայաստանի Հանրապետություն, ասենք ինչ տարբերություն գուբերնիա թե վիլայետ։ այդ զգացողությունը, այդ հոգեբանական զգացողությունը ես կարող եմ մեկնաբանել բանի պատմական դիտանկյունից նախ, որովհետև ցեղասպանության տրավմատիկ պատմությունը կա եւ էական տարբերություն կա որ քեզ սահմանափակումներով թույլ են տալիս ապրել, թե ընդհանրապես արգելում են ապրել եւ երկրորդ իհարկե բան կա այդ քրիստոնեական այն ժամանակ այդ մեր բանի մեջ այս ընկալումները ձևավորվելու շրջանում ռուսները ավելի առաջադեմ, ավելի արևմտյան եւ ավելի քրիստոնեական ուժ են եղել քաղաքակրթություն են եղել, քան թուրքերը։ Հիմա իհարկե այդ բաները այդ դրանք ընդհանրապես կլիշե են, որովհետև առնվազն բան ինստիտուցիոնալ առումով Թուրքիան ավելի արևմուտք է, բայց պետքա բան անել, էլի, ոնց որ հասկանալ նաև մարդկանց պատմական տրավմաները, թե որտեղից է դա ծագում, նենց չի որ անհիմն են եւ նենց չի որ որևէ տեղ առիթ չի եղել այդ տարբերությունը զգալու, բայց իհարկե դա նաև են մարդկանց հորին ոնց որ ստեղծած պատումներն են, ովքեր չեն համարձակվել երազել անկախ պետություն ունենալու մասին կամ շատ թաքուն են համարձակվել երազել դրա մասին, իսկ այն որ իրենց երազանքը իրենցից շատերի երազանքը հիմա իրականացված է, եւ մենք դրա վրա պետքա կենտրոնանանք, որ ինչքան զոհողությունների գնով են այդ երազանքը իրականացել եւ մենք ինչ պետք է անենք այդ երազանքը պահելու եւ փայփայելու համար, որովհետեւ հայ ժողովուրդը կարծես մինչեւ պետություն ունենալ մի 1000 տարի երազել է դրա մասին առնվազն եւ ինչ անել այդ հազարամյա սերունդների հետ, ինչպես իրանց մեր երախտիկը հայտնել, որ իրանք այդքան երկար պահպանել մեր ինքնություն եւ թույլ տվել, որ պետություն ունենանք, երևի փայփայելով մեր պետությունը, որ նրանց երազանքն է, մեր երազանքն է եւ փոխանցել հաջորդ սերունդներին։ Արցախի տարածքում մշակութային ժառանգության թեման հիմա նոր Հմ, շատ ակտիվ է, կապված վերջերս Ստեփանակերտի հայտնի եկեղեցու հմ, դեպքերով։ Վարչապետը ասում էր, որ իրենք քննարկում են եւ այլն Հայաստանի Հանրապետության տարածքում հմ, բաները։ Ձեր ուժի ներկայացուցիչներից կային ասում էին, որ Ադրբեջանը իր ինքնիշխան տարածքում ինչ որ բան է անում։ Հիմա նույն տրամաբանությունը գործում է, օրինակ, եթե ինչ որ բան լինի Երուսաղեմի հայկական ժառանգության հետ կամ, չգիտեմ, Ֆրանսիայում հայկական ժառանգության հետ կամ Ռուսաստանում հայկական ժառանգության հետ, այսինքն եթե դա Հայաստանի Հանրապետության տարածքում չէ, դե հիմա մարդիկ իրենց ինքնիշխան տարածքը ինչ ուզում են անում։ Ես շնորհակալություն այս հարցը ոչ քո գործընկերների տոնով տալու համար, այսինքն մի քիչ նորմալ մարդկային տոնով այս հարցին անդրադառնալու համար։ Առաջին բանը, որ պետքա ֆիքսել եւ արձանագրել իմ կարծիքով, սրա մի քանի բան եմ էլի ուզում ես կապակցությամբ ասել, որ սա ընդհանրապես չի նպաստում խաղաղության օրակարգին, եւ սա ընդհանուր առմամբ վատ է, որովհետեւ եթե մենք շարժվում ենք խաղաղության տրամաբանությամբ, ոնց որ մնացած հարցերի ցանդին, հա, պատմամշակութային, կրոնական, հոգևոր եւ այլն։ Ոնց որ այդպես խաղաղություն կառուցելը չափազանց դժվար է լինելու եւ ես կուզենայի իհարկե ոնց որ այդ խոսակցությունը հասցեագրել այդ տրամաբանությամբ ոչ թե մեր եկեղեցին հետ տվեք կամ հետ թողեք մեզ հետ մեր եկեղեցի կան։ Այսինքն այս խաղաղության կառուցման տրամաբանությունը խոչընդոտող է եւ նաեւ շատ լեգիտիմ է այն հարցը քաղաքացիների, որոնք ժամանակ առ ժամանակ հնչում են, թե ինչ նպատակ ունի դա նախընտրական շրջանում այսպիսի վարքը, արդյոք ոնց որ այնքան չենք դարձրել մենք Ադրբեջանի մեր ներհայաստանյան քաղաքական գործոն, որ ինքը ազդելու փորձեր է ունենում, փորձեր է անում եւ
Եվ հիմա փաստորեն հա Հայաստանի ներքաղաքական նախընտրական կյանքի վրա ազդող բաներ կարանի ամեն օր, քանի որ մենք իրան հրավիրել ենք, հա ասել ենք, այ այդ հրադադարը նախընտրական հրադադար է, ինքն էլ ոնց որ կարա էլի ինչ ուզի անի եւ նախընտրական տրամադրությունների վրա, այ գերիներին նախընտրական տրամաբանության մեջ են վերադարձնելու, եթե վերադարձնեն, կուսիկը վերադարձնի, չի ուզի մի բան կքանդի, այսինքն դառնում է ներհայաստանյան գործոն եւ երևի լավ կլիներ, եթե մենք կարողանանք միմյանց հետ պայմանավորվել եւ ներքաղաքական կյանքի դերակատար չսարքել Ադրբեջան պետության որոշումները, այլ Բայց ոնց որ ավելի բայց փոքրինչ հակասություն կա էլի, այո, այն որ ասում են հիմա այս խաղաղությունը ձեզ ավանս է Բաքվի կողմից, որտեղ ընտրություններ են, Մուսթաֆայևը եկել էր աջակցելու ձեզ, որ դուք վերարտադրվեք ու նման դե եմ բաներ։ ասում Դնում էլի եկեղեցի են ավիրում, որ ինչ լինի, չվերարտադրվեք բա այդ դեպքում, դա ինչ որ ազդեցություն ունենա։ դե եմ ասում Ժիրայր, եթե ավելի պարզեցնեմ, եթե ճիշտ է այն տրամաբանությունը, որ չեն կրակում, որ մենք ընտրվենք, ուրեմն ճիշտ է նաև այն տրամաբանությունը, որ եկեղեցի են քանդում, որ իրանք ընտրվեն։ Դրա համար լավ կլիներ, որ մենք պայմանավորվենք եւ չբերենք, թե որ ինչ ուզի, հասկանում եք, ինքը կարա մի երկու բան ավել քանդի, մի ուրիշ արդյունք ստանալ ընտրության արդյունքում։ Այդքան չի կարելի հրավիրել օտար պետություններին, որոնք հարցում են, այս դեպքում մենակ Ադրբեջանին չի, բայց ոնց որ իր դերակատարումը էականորեն այս խոսակցության մեջ ավելա հրավիրել, ասել եկեք տեսեք ինչ եք անում մեր ընտրությունները ժողովրդան, թողեք մեզ ժողովրդով ընտրեն, հետո մնացածը կպայմանավորվենք։ Ինչ վերաբերում է այս բանին, էլի եկեղեցու դեպքին։ Ես տեսա, որ եկեղեցին հայտարարություն է տարածել Մայրաթորը։ Ու այդ հայտարարությունը շատ հիշեցրեց բանի ոճը, էլի ոչ թե կոնկրետ հայտարարություն, ոճը հիշեցրեց այդ բանի, էլի Սերժ Սարգսյանի ժամանակվա արտգործնախարարության ոճը այդ որ կոչ են կանում միջազգային հանրությանը դատապարտել Ադրբեջանին բանի եկեղեցու քանդման կապակցությամբ եւ այլն ես զգում եմ որ դա նախընտրական առաջարկ է էլի ինչպիսի բան ենք արտաքին քաղաքականություն ենք մենք վարելու եթե գանք տրամաբանության մեջ է այս բանը պատմությունը կարա անվերջ լինի մենք բան անենք գնանք ցույց տանք ամբողջ աշխարհին, ասենք գնացեք մեր քանդված եկեղեցին, տեսեք իրանք այդ ամբողջ աշխարհին բերեն ցույց տան իրանց աղդամի ավերակները, քանդված մզկիթները եւ այլն։ Այնտեղ մի նորոգված մզկիթ կա, անուն դրել ենք Պարսկական մզկիթ։ Իրանք մի եկեղեցի հայելային կնորոգեն անունը կդնեն ալբանական եկեղեցի եւ այլն եւ այս խոսակցություն կարա անվերջ տևի։ Ոնց որ նաև այդ կոնֆլիկտից բխեցված տրամաբանությունը առաջանալու հետև իհարկե ես կուզենայի մենք կարողանայինք խոսել ադրբեջանցիների հետ եւ պայմանավորվել այդ կոնֆլիկտի տրամաբանություն դադարեցնել հա մենք կարող է լիքը վատ բաներ ենք արել այդ ընթացքում բայց կլինի կանգ առնենք որտեղ վատ բանի արձագանքը վատ բանը չի էլի ոնց որ ես ոչ արդարացում եմ ոչ բան բայց ոնց որ նորմալ չի էլի այս պատմությունը չի վերջանալու այս պատմությունը Եվ երբ որ վարչապետը օրինակ այդ Արծվաշենի օրինակը բերում, ասում եմ պայմանական, եթե այնտեղ ինչ-որ մեկի օրինական տան տարածքում մզկիթ լինի, ինչ ենք անելու, ես կարծում եմ պետքա պահենք եւ բան անենք, փոխհատուցում տանք ուրիշ տարածքում այդ քաղաքացիներին, որովհետեւ խաղաղությունը ուրիշ ճանապարհով չի կառուցում։ Մյուս բանը, որ շատ կուզենայի ուշադրություն դարձնել դրա վրա, այս մյուս կոնտեքստում, հա, Ֆրանսիա, Երուսաղեմ, Ռուսաստան եւ այլն իրական բոլոր տեղերում պաշտամունքային վայրեր բանանելը, գիտեք, միջազգային կոնվենցիաներով արգելված արարք է, բայց եկեղեցին, որի մասին մենք խոսում ենք, հուշարձան չի, հետևաբար իր պաշտպանվածության մակարդակը ցածր է։ Ես սա արդեն որպես բան եմ ասում, էլ մշակույթի ոլորտի առանձին պատասխանատու, այսինքն եթե դա լիներ այնպիսի եկեղեցի, որը հուշարձան է, իր ոնց որ հետ միջազգային ինչ-որ խոսակցություն միջազգայինների հետ ՅՈՒՆԵՍԿՕ-ով եւ այլն խոսակցություն ունենալը հեշտ կլիներ, բայց 10 տարվա կամ 10 քանի տարվա եկեղեցու մասին է խոսքը եւ ինքը ընդհանրապես պաշտամունքային վայրավայր, որտեղ մարդիկ աղոթում են, բայց ոչ հուշարձան դեռևս չնայած իր շքեղ տեսքին։ Ու հետեւաբար նույնիսկ այն խոսակցությունը, որի մասին ակնկալվում է, որ պետք է ունենանք հուշարձանների պաշտպանության դիտանկյունից, դա է բարդ լինելու։ Ինչ այս դեպքում մեր որոշումը պետք է լինի ինչ անել, ինչպես ոնց որ շարունակել մեր գործողությունները, որտեղ գիտեք երբեմն ինչ որ մարդիկ կան, որոնց տրամաբանությունը հետևյալն է, եթե
այն եկեղեցին քանդել եք, ուրեմն մենք հիմա այնպիսի բաներ կանենք, որ այս մյուս եկեղեցիներն էլ կքանդվեն մեր տարածքում գտնվող, այդ մենք մի այնպիսի բան կհրահրենք, խոճապ կհրահրենք տարածաշրջան, որ կարող է այդտեղ ոչ մի եկեղեցի չմնա, չի դրա արձագանքը, եւ ես նաեւ համաձայն եմ վարչապետի մտքի հետ, որ մենք հիմա առաջնահերթ պետք է կենտրոնանանք մեր հսկողության տակ գտնվող եկեղեցիների վրա։ Այս խոսակցությունները ես ենթադրում եմ ինչ-որ բան, ինչ-որ կերպ ընթանում են, նաև բարդ խոսակցություններ են, գիտեք, մի քանի շերտով խոսակցություններ կան տարբեր խմբերի միջև Հայաստանից եւ Ադրբեջանից, ինչ-որ կերպ ընթանում են եւ ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք նաև բացատրել, որ ամենևին սա չի նպաստում խաղաղության օրակարգին։ Ես իրանց տրամաբանության մեջ իրանք հուշարձան չեն քանդում, այլ բան էլի իրանց ասելով այդ բանի այս երկրորդ շրջանում, Ղարաբաղի տիրապետության տակ եղած շրջանում, կառուցված շենքերը եւ իրանք անունը չեն դնում ոչ պաշտամունքային վայր, ոչ հուշարձան եւ այլն, բայց ես վստահ եմ, որ հնարավոր է խոսել եւ պայմանավորվել եւ հասկանալ։ Եվ նույնը չի Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները, Հայաստան-Իսրայել հարաբերությունների հետ, Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների հետ համեմատությամբ, Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների հետ համեմատությամբ։ Մենք մեր տարածքում ավելի մեծ ազդեցություն ունենք մեր հուշարձանների, մեր եկեղեցիների վրա եւ այստեղ ավելի հեշտ է մեր պատասխանատվությունը ունենալ, այդ շենքերի նկատմամբ եւ ավելի, ասենք, եթե Ռուսաստանում քանդեն, ես չգիտեմ ինչ պետք է անենք, հիմա որ ասում եք չգիտեմ ինչ պետք է անենք, ու պատերազմ չենք հայտարարելու Ռուսաստանին։ Մի բան պետք է անենք, բայց չգիտեմ ինչ, նոտա, դեսպանին կանչենք, նոտա բան անենք, ուղարկենք, Ադրբեջանն էլ դեսպանատուն չունի Հայաստանում։ Եվ այլն, էլի, ոնց որ ինչ առաջարկեք, հիմա այդ տրամաբանության մեջ կհասկանաք, որ համադրելի չեն այս երկու օրինակները իրար հետ։ Հետևաբար, այս խոսակցություն բարդ է։ Մարդիկ ուզում են պարզ բաներ, հեշտ բաներ, մի նախադասությունանոց բաներ, լուծումներ, բանը թուրքը իմ թշնամին է, ոչ մի թիս հող բան է, լոզունգային արձագանքներ այս հարցերին, բայց լոզունգային արձագանքներ ես չունեմ։ Պետք է այս բարդ process-ի միջով անցնենք եւ մտածենք այն մասին, որ օրինակ եթե իմ համար իմ քաղաքական գործիչների նկատի ունեմ, ոչ թե ինձ, այդ թվում եւ քաղաքասարակության ներկայացուցիչներն, ովքեր գնում խոսում են ադրբեջանցիների հետ։ Եթե իրանց համար, մեզ համար բարդ է ադրբեջանցիների հետ խոսալը, արդյոք դրա մի քիչ արժանապատվությունս վիրավորվում է, մի քիչ ինձ անհարմար եմ զգում ադրբեջանցի պաշտոնյայի մոտ, ոյ ես բան եմ, պարտված երկրի ներկայացուցիչ եմ, միգուցե այս բաները, էլի այս էմոցիոնալ զեղումները որ կան։ Եթե ինձ համար բարդ է, արդյոք ես պետք է մտածեմ, որ հեշտ է, ասել դե ես ոնց որ ինձ լավ չեմ զգում, արժանապատվությունն ինձ կարևոր է, ես չեմ ուզում իրանց հետ խոսալ, կլինի այդ բաները, այդ ժամկետային զինծառայողները 18-ից 20 տարեկան գնան իրանց ժամկետային զինծառայողների հետ զենքերով խոսեն, որտեվ ես ինձ ունես վատ եմ զգում այդ եկեղեցու կապակցությամբ, ես չեմ ուզում խոսել, այդ նորմալ չի լինի, չէ, լավ արձագանք չի, չէ, ավելի լավ է ես գնամ խոսեմ եւ ես կարծում եմ որ մենք պետք է նաեւ գնահատենք բոլոր այն մարդկանց, թե բիզնեսմեններին, թե քաղաքասարակության ներկայացուցիչներին, ովքեր պատրաստ են իրենց համբավով, իրենց հանրային կերպարով, իրենց ներկայությամբ պաշտպանել խաղաղությունը Հայաստանում։ Շնորհակալություն։ Զրուցակիցս Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Թագուհի Ղազարյանն էր, չմոռանաք բաժանորդագրվել ալիքին, մեկնաբանություններում կիսվեք ձեր կարծիքով, օրվա զարգացումներին էլ հետևեք Telegram-յան ալիքում, որի հողում այս տեսանյութի մեկնաբանության բաժնում է։